Գլուխգործոց, որ հայ ժողովրդի հավաքական ուժն ու պատմական հաղթանակն է խորհրդանշում։ Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը ամբողջացնում է ոչ միայն հայոց անպարտելիությունն ու հավերժական պայքարը, այլև ավանդույթներ ունեցող ճարտարապետությունն ու բազմադարյա ազգային մշակույթը։ Հայոց ողջ պատմության ընթացքում մենք նման մասշտաբի հուշարձան բացահայտված, մեկնաբանված, ամբողջական չունենք։ Հուշակոթողը գտնվում է Արաքս գյուղի մոտ պատմական Արմավիր մայրաքաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համալիրը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 1918-ին հայ ժողովուրդը հաղթանակ է տարել թուրքական զավթիչ կանոնավոր բանակի դեմ։ Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործները Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանն ու Արա Հարությունյանը։ Մենք դեռ գործ ունենք արվեստի և մշակույթի և ճարտարապետության լեգենդների հետ, ովքեր իրանց ժամանակների մեջ ցածրիկ էին իրանց եւ կատարողական եւ մեկնաբանելու եւ ապագայի հետ կապված հերահար ուղերձներ փոխանցելու իմաստով։ Սարդարապատի հուշահամալիրը գերազանցող որևիցե հուշարձանախումբ հայտնի չէ։ Գերմանացիները նշում են, որ մենք չգիտենք ում գործն է ավելի կարևոր եւ պատասխանատու եղել։ Այն մարդկանց, ովքեր որ Սարդարապատի ժամանակ կերտեցին հաղթանակը նրանց, թե այս ովքեր որ կարողացան այս հուշարձանախումբը ստեղծել։ Հուշահամալիրի մուտքը հսկող կարմիր տուֆից պատրաստված 8 մետր բարձրությամբ ցլերի քանդակները խորհրդանշում են հայ ժողովրդի հզորությունն ու անկոտրում ոգին։ Իսկ ահակենտրոնում մոտ 35 մետր բարձրությամբ զանգակատունն է։ Որոշ աղբյուրների համաձայն 3 շարքով կախված 12 զանգերը համապատասխանեցված են Հայաստանի պատմական մայրաքաղաքների թվին։ Հրապարակից ձախ գտնվող ծառուղու երկայնքով մի շարքով 5 քարե արծիվների հսկայածավալ քանդակներ են, որոնք ի սկզբանե պետք է դեմքով ուղղված լինեին Հայաստանի հարավային սահմանի եւ Թուրքիայի կողմը։ Սակայն թուրքական իշխանությունների բողոքից հետո խորհրդային կառավարությունը հեղինակներին հանձնարարել է փոխել արծիվների դիրքը։ Այժմ դրանք նայում են դեպի բիբլիական Արարատը։ Դեպի Հայաստան նրանց հայացքները լինի, թե արևմտյան Հայաստան ուղղված լինի, իրականում արծիվների խորհրդաբանությունը կամ իմաստաբանությունը չի փոխում, այդտեղ դրված է մեր նահատակների հոգիները, որոնք որ արծվի պես սավառնում են։ Հուշահամալիրը կառուցվել է 1968 թվականին եւ բացվել Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակին։ Այն ներառում է նաեւ Հայաստանի ազգագրության թանգարանը, որն ավելի ուշ է կառուցվել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։